Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն համայնքի ղեկավար, լավ, դուք ոնց եք։ Բարև ձեզ, ոնց եք։ Ասում եմ 10,000 բարձրացել, ասում եմ այդը երբ պետք է բարձրանալ ագին կա։ Բարև ձեզ, ոնց եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ կա չկա, ոնց եք։ Լավ են գործերը։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ինչ հարցեր ունեք մեզ, ասեք հələ։ Մեզ շատ հարցեր ունեք։ Մեկը, շատը չէ էլի, մեկը, մի հարց տվեք։ Մի հարց կտամ, ասում եք։ Ձեր քալերը մի քիչ արագացրեք։ Ինչ ուղղությամբ։ Բոլոր ուղղություններով։ Այն վատերի մեջներից Մեկ հանեք, ոչ մասնակցեն ընտրություն։ Սյունիքից մեկ տեղ չեն քինալու։ Ահա։ Բայց մեր Սյունիքում պետք է։ Արայք Հարությունյանն կա շատ գոհ եմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ տենց շատ պինդ եք կանգնած, էլի շատ գոհ եմ։ Արագացնել, գիտեք, լսեք, տեսեք, արագացնելու հետ կապված ես մի եզրակացության եմ եկել, այդ եզրակացությունն է հետևյալն է, ինչքան էլ արագ շարժվենք, ժամանակից արագ չենք կարա շարժվենք։ Կարող է երբեմն ճիշտ է ոչ թե փորձել ժամանակին վազանցել, որովհետև ժամանակին վազանցելը շատ դժվար է, անհնար է ժամանակին վազանցել։ Պետք է ուղղակի ժամանակի հետ համընթաց նոր մյուս քաղաքացիների հետ ենք խոսում, ժամանակին համընթաց, ժամանակը հասկանալով, ժամանակը գիտակցելով, ժամանակը ըմբռնելով, փորձենք առաջ շարժվել, ինչը անում ենք։ Մեկ էլ պարոն Փաշինյան, ես ուղղակի խնդրում եմ սահմանամերձ շրջաններում, կոնկրետ խոզնավարում, դպրոցները ոնց որ ուզում են փակել միասին։ Դպրոցը, տեսեք, որ խնածախում ինչ որ կենտրոնացնում տեսեք, դպրոցը ոչ մի դպրոց չի փակվում։ Ձեր ասած բոլոր չէ, մի րոպե։ Բոլոր գյուղերի համար կառուցվում է նոր դպրոց։ Հիմա մեր հարազատ հայրենակիցները ասում են, որ երեխեքը ոնց 3 կիլոմետր, 4 կիլոմետր ենկոմ, ոնց գնան դպրոց։ Ես վերադարձա այս խոսակցություններից հետո, կարծեմ, ներքին խնձորեսկում էր կարծեմ այդ խոսակցությունը, վերադարձա և հանձնարարեցի, որ չափեն, թե մեր հայրենիքի տնից մինչև մեր երեխեքի դպրոցը, որտեղ իմ 4 երեխեքը գնացել են, քանի կիլոմետր է։ Ավելի հեռու քան ստեղա։ 6 կիլոմետր գնացել են երեխեքս, ես կամավոր իմ երեխեքին ամեն օր 6 կիլոմետր տարել եմ դպրոց իմ հաշվին և վերադարձրել եմ։ Ես ինչի համար եմ դա արել։ Ես մտածել եմ, որ երեխեքի համար լավ է, ավելի լավ է գնալ այդ ինչ դպրոցում սովորել։ Այսինքն ես դա արել եմ լավ կրթության հետևից։ Հիմա մենք ինչ ենք ասում։ Ասում ենք ամենայն հարգանքով, բայց դպրոցը ոչ հաշվապահի համար է, ոչ տնօրենի համար է, ոչ ուսուցչի համար է, առաջին հերթին դպրոցը աշակերտի համար է։ Եվ մենք պետք է անենք հետևյալը, երաշխավորենք, որ երեխան ստանա նորմալ կրթություն։ Նորմալ կրթության մեջ մտնում է նաև միջավայրը, որ չի կարա 4 հոգանոց դպրոց լինի, 10 հոգանոց, 20 հոգանոց դպրոց լինի, որովհետև երեխան դպրոցում պետք է մեծ թվով մարդկանց հետ հարաբերվելու ընդունակություն ձեռք բերվի։ Հաջորդը, երեխան պետք է ունենա խաղահրապարակ նորմալ, մարզադահլիճ, լաբորատորիաներ, հանդիսությունների դահլիճ, բեմ ստեղծագործելու և բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ, որովհետև երեխայի հետագա կյանքի կենսագրության հարցը, հարուստ կամ աղքատ լինելու հարցը լուծվում է այդտեղ։ Ձեր ասած դպրոցներում սովորած երեխաների մեծ մասը աղքատ են մնալու իրանց ամբողջ կյանքի ընթացքում։ Համանում չեմ, ուղղակի չեմ ուզում սահմանները դատարկվեն։ Սահմանը ինչի պետք է դատարկվի։ Կոնկրետ խոզնավարից ընտանիք գիտեմ, որ երեխաներին սովորելու համար